Վրաստանի խորհրդարանը երրորդ վերջնական ընթերցմամբ աջակցել է օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին օրենքում փոփոխությունները։ Օրենսդրական փոփոխությունը նախատեսվում է երկրում լիովին նոր C5 կատեգորիայի սովորական վիզայի ներդրում, որը հատուկ ստեղծված է հեռավոր աշխատող բարձր եկամուտ ունեցող անձանց համար։ C5 կատեգորիայի վիզան բազմակի օգտագործման կարգավիճակի վիզա է, որը տրվում է 5 տարի ժամկետով, իսկ Վրաստանում գտնվելու իրավունք ունեն 1 տարի ժամկետով։ Համաձայն օրենքի նշված վիզան տրվում է հետևյալ անձանց՝ անվտանգ երկրների քաղաքացիներին, զբոսաշրջության նպատակով Վրաստանում մուտք գործողներին, հեռավար կարգով գործողությունների իրականացնողներին, բացառապես ոչ ռեզիդենտ անձի օգտին։ Նոր կարգավորումը տարածվում է ոչ միայն անմիջապես աշխատող անձին, այլև նրա ամուսնու եւ անչափահաս երեխաների վրա։ Օրինագծի հաստատման հետ մեկտեղ փոփոխություններ են կատարվել հյուպատոսական գանձումների մասին եւ պետական турքի մասին օրենքում C5 կատեգորիայի վիզայի գանձումը եւ турքի մասին սահմանվել է 20-ից ոչ պակաս եւ 500 ԱՄՆ դոլարից ոչ ավել չափով։ Հիշեցնենք, որ նմանատիպ վիզաները փորձարկված են աշխարհի բազմաթիվ երկրներում եւ նպատակ ունեն խթանելու երկրի տնտեսությունը բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավելու միջոցով։